Ուղիղ 150 տարի առաջ 1876 թվականի մարտի 7-ին փոխվեց մարդկության պատմությունը։ Չնայած շատերն էին ձգտում սարք հնարել, որը կարողանար փոխանցել ձայն, ու անգամ 2002 թվականին Ամերիկայի կոնգրեսը պաշտոնապես ընդունեց, որ 1860 թվականին առաջինը իտալացի Անտոնիո Մեուչին է պատենտավորել իր տելետրոֆոն կոչվող սարքը, բայց այնուամենայնիվ մենք բոլորս Ալեքսանդր Գրեհեմ Բելին ենք ճանաչում որպես հեռախոսի հեղինակ։ Բարև ձեզ, դուք Վարդուհի Սարգսյանի հետ եք, ինտելեկտուալ Stories from Վարդ հարթակում։ Ինչպես հասկացանք, այսօր խոսելու ենք հեռախոսների պատմությունից։ Ալեքը, այսպես էին անվանում նրան տանը, չնայած չափազանց հանգիստ ու փակ երեխա էր, սիրում էր հյուրերի համար կատարել ձայնային հնարքներ, նմանակումներ։ Տղայի վրա խոր ազդեցություն էր թողել մոր վատ լսողությունը։ Վերջինս սկսել էր կորցնել այն, երբ որդին 12 տարեկան էր։ Ու Ալեքը ստիպված սովորում էր ժեստերի լեզուն, որպեսզի կարողանար հաղորդակցվել մոր հետ։ Ու այս հիվանդությունը պատճառ դարձավ, որ նա սկսի խորությամբ ուսումնասիրել ակուստիկան։ Բենքվերցերի հայրը, հորեղբայրը, պապը ժամանակին հայտնի պրոֆեսորներ էին։ Նրանք դասավանդում էին հռետորական արվեստ եւ ունեն տպագրված գրքեր, որոնք այսօր էլ մեզ հասանելի են։ Իդեպ մենք շուտով հաղորդում կունենանք, որտեղ կխոսենք հռետորական արվեստից։ Ինչևէ, Բելի հայրը իր 3 որդիներին սովորեցնում էր հասկանալ ոչ միայն լսելի խոսք, այլ նշանները եւ դրանց վերաբերվող հնչյունները։ Շուտով Բելը այնքան մեծ հաջողություն է ունենում ճարտասանության արվեստի բնագավառում, որ սկսում է հոր հետ դասավանդել դասախոսություններ։ Միգուցե հենց այս փաստերը եւ այն, որ Բելը աշխատում էր վատ լսող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցում, պատճառ դարձան հեռախոսի հայտնաբերմանը։ 1874 թվականին Բելը դիմեց բրիտանական տելեգրաֆների ընկերությանը պատենտավորել իր գյուտը։ Ըստ էության, նա ցանկանում էր հայտնագործել ոչ թե հեռախոս, այլ տելեգրաֆ։ Пожалуйста. Вы не сомневайтесь, у меня эти деньги есть. Вот, полный портфель. Որի միջոցով հնարավոր կլիներ միաժամանակ տեղափոխել մի քանի հեռագիր։ Ըստ էության, այն ժամանակներում մի լարով հնարավոր էր տեղափոխել մի հեռագիր։ Լարերը ծանրաբեռնված էին եւ անհրաժեշտություն կար այդ հեռագրերը տեղափոխելու։ Բայց Մեծ Բրիտանիայում թերհավատորեն վերաբերվեցին այս գյուտին ու մի տարի անց 1875 թվականին Ալեքսանդր Բելը տեղափոխվեց Վաշինգտոն կոնկրետ նպատակով՝ պատենտավորել իր հեռագրասարքը։ Ըստ էության հեռախոսի գյուտը տեղի ունեցել պատահականորեն։ 161-739 հեռախոսի հայտնագործման համար տրված պատենտը ազդարարեց, որ կյանքն այլևս առաջվանը չի լինելու։ Ձայնային տատանումները էլեկտրականի վերածող այս էլեկտրակուստիկ սարքը աշխարհին հնարավորություն տվեց ընդամենը մի քանի կոճակ սեղմելով հաղորդակցվել երկրագնդի ցանկացած մասում գտնվող մարդու հետ։ 1.5 դար առաջ Մարտի 10-ին 1876 թվականի կատարվեց առաջին հեռախոսային զանգը։ Штирлиц. Вас я попрошу остаться.
Բելը իր օգնական Վատսոնին, ով գտնվում էր կողքի սենյակում, սարքով, որ կարողանում էր փոխանցել եւ ստանալ բանավոր խոսք, ասեց իր հայտնի արտահայտությունը. Վատսոն, արի, ես ուզում եմ տեսնել քեզ։ Հեռախոսը արագ ինտեգրվում էր մարդկային կյանք եւ մի տարի անց ստեղծվեց առաջին հեռախոսային ցանցը։ Այն ուներ 21 բաժանորդ։ Հին ժամանակներից մարդիկ ակուստիկ սարքերի միջոցով փորձել են իրար ինֆորմացիա հաղորդել։ Դա եղել են զանգերը, շեփորները, թմբուկները։ Այստեղ պիտի մեջ բերեմ չափազանց հետաքրքիր հին հռոմեական լեգենդը, երբ նավաստիները իրենց ընտանիքներով իջնում են ցամաք։ Տեղանքը այնքան է դուր գալիս կանանց, որ երբ տղամարդիկ որոշում են նավերով շարունակել իրենց ճամփորդությունը, կանայք ժամանակին ընդունված խողովակներով միմյանց հետ հաղորդակցման ձևով պայմանավորվում են ու այրում նավերը։ Այս խողովակները ոչ այլ ինչ էին, քան պրիմիտիվ հեռախոս։ Այնուհետև նրանք ճանապարհի երկայնքով անցկացնում էին այդ խողովակները տնիստուն զրույցների համար։ Այսօրվա մեր հեռախոսների հիմքն էլ է դրվել Bell Laboratories ընկերությունում, երբ 1947 թվականին ընկերությունը համախմբում է գիտնականների նորարարների, որպեսզի ստեղծի առանց լարի հեռախոս։ Ըստ էության այսօրվա արբանյակային կապը, որ մենք օգտագործում ենք։ 1922 թվականին Ալեքսանդր Բելի հետ հրաժեշտի օրը Ամերիկայում 1 րոպեով անջատվեց 13 միլիոն հեռախոս ի նշան հարգանքի։ Այսօրվա iPhone 17-ը ներկայացված 2025 թվականի սեպտեմբերին մարդկային նորարար մտքի դրսևորումն է ու Ալեքսանդր Բելի հայտնագործած հեռախոսից միայն անունն է մնացել։ Իսկ ալո բառը բոլորովին կապ չունի անգլերեն բառի հետ, այն կնոջ անվան հապավում է։ Ալեքսանդրա Լոլիտա Օսվալդո Բելի նշանածն էր։ Մարգարետ Ալո, այսպես էր նրան անվանում գիտնականը, երբ զանգում էր։ Ալոն դարձել է հեռախոսազանգի սիմվոլ։ Աշխարհի տարբեր մասերից, տարբեր լեզուներով միլիոնավոր մարդիկ մոտենալով հեռախոսին իրենցից անկախ կրկնում են այն կնոջ անունը, ով գրավել է հավերժ Ալեքսանդր Բելի սիրտը, դարձել նրա հաղթանակների ներշնչանքը։ Հնարավոր չէ այսօրվա մեր կյանքը պատկերացնել առանց հեռախոսների, այն մեր կյանքի անբաժան մասն է, ուրեմն հիշենք, իմանանք այն մարդու անունը, որի հայտնագործությունը փոխել է մեր կյանքը։ Ալեքսանդր Գրեհեմ Բել։ Բաժանորդագրվեք, լայքեք, սպասեք նոր ինտելեկտուալ հաղորդումների։ Ձեր հետ Բարդուհի Սարգսյանն էր։